Ժորժան, Նիկոլ Փաշինյանը սկսել է արշավ եկեղեցու դեմ եւ տեսել եք թե առավոտվանից ինչ գրառումներ է արել եւ այս գրառումը, որը դնում եմ, իմ համար սա դատապարտելի է, մեղմ ասած, խոսքեր չեմ գտնում ինչ ասեմ, քաղաքականության մեջ նման բառապաշարը օգտագործելը երկրի ղեկավարի կողմից հարիր չէ, իսկ առհասարակ եկեղեցու դեմ նման արշավը համարում եմ դատապարտելի եւ չեմ էլ ուզում մեկնաբանեմ ավելի կոշտ։ Իսկ ինչ կապված է այս քաղաքական նպատակների մասին այս ամենի, կարող եմ ասել հետևյալը. Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ակտիվ ընտրությունների, 2026 թվականի ընտրություններին, Ժորժան։ Եվ հիմա թիրախավորում է, այսը էլի թիրախավորելու է նախկիններին, եկեղեցականներին ասում է, որ նախկիններ են, եկեղեցին կապված են նախկինների հետ եւ այլն եւ այլն։ Էլ չեմ ասում, որ պետության տեսանկյունից սա կործանարար է, երբ եկեղեցին մեր պետության հենասյուներից, կարևորագույն հենասյուներից է, դրա մասին չեմ էլ խոսում, բայց Ժորժան, ուզում ասեմ հետևյալը, 26 թվականին մի ընտրեք Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Մի ընտրեք նախկիններին, ընտրեք նոր քաղաքական ուժերին։ Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն է Արման Ղուկասյանը։ Ես էլ եմ հայտ ներկայացնում, որպեսզի վերջ տանք նախկին ներկա սև ու սպիտակ բաժանարար այդ գծերը եւ ամենակարևորը հայ ժողովուրդը պետք է միասնաբար պայքարի արտաքին մարտահրավերների դեմ։ Մենք ուրիշ տարբերակ չունենք։ Մենք չենք կարող նման կերպով շարունակենք, սա տանում է դեպի անդունդ։ Գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը եւ բաժանորդագրվեք իմեջին։